Ուրեմն ես ուզում եմ խոսեմ, այսօր չի պատրաստում էֆիր մտնեի, բայց քանի որ եղավ մասիվում այն ինչ եղավ, ես ուզում եմ դրա մասին մի քիչ խոսամ։ Ուրեմն մասիվի այդ թաղապետը անունը Տիգրան է, ես իրան շատ լավ ճանաչում եմ, ինքն էլ ինձ է ճանաչում։ Հանդիպելուց միշտ բարի իրար հետ, բայց ասենք ընկեր չդարանք, потому что вот սենցելում է, շոկ է, вот не շոկնու է, հա, ինչ-որտեղ հարցեր կան իրար չհասկացանք եւ այլ, բայց դա չի նշանակում, որ ինքը իմ թշնամն է, ոչ մի դեպքում, հա, բայց ընկերս էլ չի, որ ընկերս է, ասենք Արտակ Ղուկասյանի կամ Արմեն Մկրտչյանի նման ընկերս է, որ սենց պատժ կանեմ, բայց այն ինչ եղավ Տղա ջան, որ դու գնացել ես, այնտեղ իրա նկարները կախել ես, վրեն բանը, յոգուրտերը, ինչեր, վրեն լցնում ես, ասում ես թափել եմ դեմքիդ։ Հետո դրանի դրա այդ արածի տակից դուրս չես գալի։ Ու գոռում ես միլիցիա։ Լսի կակաչ, եթե դու Երևանի տղա ես, տես բաներ ես անում, դու պետք է իմանայիր, որ մնալու ես դրա տակը։ Մարդու հանդեպ տենց չեն անում։ Հարցներ, մտներ կաբինետ, խոսայիր, ինքը կընդունի, միշտ էլ կընդունի։ Հանգիստ հարցերը լուծեիր։ Ինչ-որ հարցին լավ պատասխան չէր ստանա, հա, կասեր, այս հարցի պատասխան բան ես թափում երեսի վրա, յոգուրտ ես թափում ու գոռում ես թափել եմ դեմքիդ ու հետո գոռում ես միլիցիա։ Ողբան վրետ։ Ու էսի էս հրաժյաններն են, որ բան են, կիսաբաց լուսամուտներ, հա, ոնց որ հաղորդումը կոչում են, հրաժյան, էսի դրանք են։ Խի մտար, խի սենց բան արիր, Մոսկվայից ստացել եք հրանգը, ես անցյալ էֆիրում զգուշացրեցի, որ Հայաստանի վրա հարցակում բան սենց հարցակում սկսելու, ինֆորմատիվ հարցակում սկսելու բան են անելու։ Կիրիենկոն է նշանակվել հիմա Հայաստանի հարցերով որ զբաղվի, որ ավելի շատ պրոպագանդան, պրոռուսական եւ այլ ագրեսիվին թողում են ագրեսիվ լինի ու տերեն, ամեն ինչին տերեն։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ես դատավոր չեմ, ես չեմ նստացնում։ Ես սպորտի մինիստրը չեմ, ֆուտբոլի հարցերում ես չեմ կարող զբաղվում, սպորտի մինիստրն է զբաղվում։ Ես էսի չեմ, ես բա ով ես, ցավը տանեմ։ Պրեմիեր-մինիստր моей страны, չէ՞։ Այդ կոչվում է պրեմիեր-մինիստր, վարչապետ, մինիստրների առաջինը, որը կոնտրոլ է անում բոլոր մինիստրներին, նախարարներին, հա, հայերեն ասենք։ Դու պետք է այդ կոնտրոլ անես, թե սենց, ով ինչ ուզում, ոնց ուզում, բան դու էլ վերջում ասում, ես այդ նախարարը չէ, ես այդ բան չեմ կարող անել։ Если тебе нравится мазохизм, мне, моей нации, не нравится это. Պետք է նստեն իրանք։ Սա հանցագործներ է։ Ռոբերտ Քոչարյանի վերջի էֆիրը, որ ինքը տվել էր, սա ժողովրդին ինձ թվում է տեսել է։ Դրա համար ինքը չպետք է նստի։ Այդ ինչ են խոսք տվել, այդ ինչ են դեմը դրել, այդ ինչ շանտաժ, ես չեմ հասկանում, այդ ինչա, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա բերդում չի։ Причем այս ապուշների ծրագիրները, Ռոբերտ Քոչարյանը այն մեկն է, в общем, սրանց ծրագիրը մի հատն է։ Նիկոլը պետք է հեռանա, ոչ մի ծրագիր չեն ասում։ Եկեք էսի սենց անենք, որ էսի լավանա ու բացատրեն, ինչի ասեն։ Ժողովուրդ ջան, ես միշտ որ բանը խոսում եմ, ասում, այսի լավ բան է ու բացատրում եմ, ինչի է սա լավ բան։ Այն մի բան է, վատ բան է ու բացատրում եմ, ինչի է վատ բան։ Սրանք ոչ մի ծրագիր, ոչ մի բացատրել, ոչ մի բան չունեն։ Իրանք խոսում են, Նիկոլը պետք է հեռանա։ Մենակ դրանից։ Հոտենշի բան առաջարկի ժողովուրդը հասկանա առաջարկի ու ասա խոստալը չէ որտեղ ձեր խոստվածները այնքան բան եք խոս տվել վերջի Սերժի ընտրություններից առաջ երևի մարտիկ էիշեն հիմա ինձ նայողները
Вот, НПЗ, нефтеперерабатывающий завод должен был открыться, бана, եթե Սերժան տրվի, Ռուսաստանը բացելու էր, թե Գորիսն թե Մեղրիում, էդի չեմ հիշում, բան, հենց Սերժան տրվեց, ռուսական специалистները մտան, բանը, նախարարները մտան, ասին, экономически нам не выгодно вот это. Ու всё, այդ թեման, то есть խոսք մի տվեք, բացատրեք ոնց եք անելու ու քայլերը տեսնենք, հա? Բայց այդ Սերժի չէ, Ռոբերտը չէ, Քոչարյանը, միանի, ուրիշ մարդիկ, որը գոռում է, որ Նիկոլ պետք է հեռանա, այդ մարդիկ խնդրում են, ծրագիր ներկայացրեք, ձեր միակ ծրագիրը Նիկոլը պետք է հեռանա, չի հեռանալու, քանի դուք կաք Նիկոլը մնալու է, ինձ շատ մարդեր խորհուրդ տվել, ես Գուրգենի հետ խոսայի, բանը, ասում են, ալտերնատիվան ինքն է, այդ տղեն, այսօր ես առաջի անգամ, բուկվալ մի 3 րոպե հետը շփում եմ ունեցել այդ մարդու, Ժողովուրդ ջան, ես չեմ կարա ասեմ իմ կարծիքը, քանի որ մոտիկ չենք, բուկվալի 3 րոպե հեռախոսով խոսակցում է Գուրգեն Սիմոնյանը, հա ոնց էր, բուկվալի 3 րոպե խոսակցություն է եղել իր հետ, շատ դուրս եկավ, բայց դեռ չեմ ճանաչում, հələ Երևանում չեմ, որ հանդիպենք, նստենք, մի քիչ խոսենք, բանանենք եւ այլն, հա, ալտերնատիվա մեզ պետք է, որովհետեւ Նիկոլի թիմը չի կարող աշխատի, գիտեք, sense բանկը, ուրեմն, 98 թվին ես Արգենտինայում բանը գնացել էի ծրագրավոր սովորեի, բան պրոգրամիստ էի իմ արևին, չդարայից պրոգրամիստ, բայց գնացել էի սովորեի, ուրիշ գործերը ավելի կարևոր էին, к сожалению. Բայց այդ դասատուն sense բան ասեց ծրագրավորների, ասեց Windows-ը մի հատն է, բայց այդ դա չի նշանակում, որ ինքը ամենալավն է. Հիմա այդ բառերը ես փոխում եմ մեր վարչապետին, ցավոք ես չեմ տենում իրան փոխարինողը հիմա այսօրվա օրով, ինքը միակն է, բայց դա չի նշանակում, որ ինքը ամենալավն է, ցավոք, ես կխնդրեմ, լավ, այսքան սխալներ արվել է, այսքան բաներ արվել է, все-таки 7 տարի անցել է, Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես խնդրում եմ, սկսի աշխատելը, այդ беспредел, որ կատարվում է, это уже никуда не годится. Ուրեմն Ռուսաստանից հայտնի դերասանկար իմ շատ մոտիկ ընկեր է, տեղափոխվել էր Երևան ապրել, ես իր անունը երբեք չեմ տվել, հիմա էլ չեմ տա, ժողովուրդ ջան, 2 տարի ապրեց Երևանում, ինքը 3 լացելով Երևանից հետա գնացել Ռուսաստան, ինքը չդիմացավ, ասում этот беспредел, который творится, Հուսեին պրոսպեկտում ձեռ են գցում, Причем это աղջիկն այդ աղջիկ չէ, sense որ բան հակնվի, ես ինչ հակնվի, չէ, շատ скромная девочка, շատ բան։ Տաքսիստները եւ այլ, էլ չի ասում, էլ ես չեմ դիմանում։ Ժողովուրդ, մենք այդ վայրենի ժողովուրդն ենք, ոչ։ Տղեկ ջան, ոչ։ Ու այդ բանը տեսնելուց դուք պետք է խառնվեք, տղեկ, հայ տղեկ, տես բան որ տենակ բամբ եք գլխին։ Մեզ ամոթ է, մենք այդ ազգը չենք։ Ու դուք պետք է սարքեք, որ մենք այդ ազգը չլինենք, որ այն բարձր ազգը, որ կա, որով հպարտանում ենք, տեսեք, ես ասում եմ, դա իմ զասլուգան չի, որ ես հայ եմ ծնվել, չինացի ծնվեի, բոլորդ, կարող է ես իմ հնդիկ ծնվել, բախտս բերել է, փառք ասում, ես չգիտեմ, որ ասուն աղոթեմ, շնորհակալությունով, որ ես հայ եմ ծնվել, իմ բախտն է բերել տենց, որ ես արժանի լինեմ այդ ազգին, իմ ազգին, դուք էլ այդ բանը արեք, տղեկ ջան, որ արժանի եղեք այդ հայը, որ հայ եմ ասում եք, արժանի եղեք, տես բանը, որ տեսնում եք, մի հատ ասա Արիստելը, հայ տղա ես, Ուրեմն, բան է ուզում, ժողովուրդ ջան, ես Շարմազանովի մասին գրեցի, բանը, որ Մոսկվայում խոսեց, երևի շատերը տեսել եք, ռուսները ինչ օրոքցին Շարմազանովին։
Այդ մարդուն ես իմ հարաբերությունը իր հետ շատ վատն է, կստати ես իրան չեմ էլ ճանաչում, ուղղակի որպես մարդ ես իրան շատ վատ եմ վերաբերվում, որովհետև ինքը սերժական եւ այլ եւ այլ։ Բայց Մոսկվայում Շարմազանով պարոն, ես ասեմ բրավո, ոնց դուք խոսեցիք, բրավո։ Բայց եթե դուք չգիտեիք այդ բանը, ոնց են ռուսները մեզ վերաբերվում, շատ ափսոս։ Եթե դուք գիտեիք ու չէիք սպասում, тут уже մի քիչ խորը չեք մտածել։ Բոլոր դեպքերում ես ոնց որ միշտ եմ ասել, հա, քոչարանական լինի, սերժական լինի, ոչ թե վերևները։ Վերևները ծախված են, դե խոսակցություն չկա։ Մարդը խապնվել է, սերժական է, հա, կամ քոչարանական է, հա, մարդը խապնվել է, իրանց է հավատում, причем ես մոտիկ մարդիկ գիտեմ, տենց, ինձ մոտիկ մարդիկ։ Որոնք ասում են, ես քոչարանն եմ հավատում, կամ ես սերժին եմ հավատում եւ այլ եւ այլ, չէ։ Այդ մարդկանց ես չեմ ատում։ Կուցավն էլ տանեմ, տենց ես համարում, արի նստենք իրար հետ խոսենք, փաստերով հանգիստ խոսենք, ես կբացատրեմ, որ չէ, նրանք բան են, սրիկա են, նրանք պրիստուպնիկ է։ Նրանք արեցին այս օրը որ ընկանք, նրանք արեցին։ Հետո սա ջարդին Նիկոլի վրա։ Մանույս Շարմազանովը, եթե դու խապնվել ես, ինչին ես չեմ հավատում, ես տենց մի ամիտ տղա չեմ, որ Շարմազան այդ բանի մարդ էիր ու դրուկ հավատացիր Սերժին, չէ։ Դու լավ էլ գիտեր, բայց ուղղակի մի անգամ էլ հասկացի, ով են ռուսները մեր համար։ Դու ինքդ հիմա տեսար, քու կաշվի վրա զգացիր։ Նիկոլական մի եղի։ Պետք չի։ Բայց անտիրուսական եղի, քու կաշվի վրա զգացիր, ինչա ռուսը։ Մեր ազգի հերը անիծում են։ Այդ հարցում ազգից կողք կանգնի։ Причем բանը մեկը ասում է Շարմազանովը հույն է ազգությամբ, մեկը ասում է ես մի դա կարևոր չի Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ու եթե նա մի ֆրոնտով կանգնի Հայաստանի փրկելի իմ աղբերն է, ով ուզում ալնի Հայաստանի փրկելու համար ով կողքը կայնեց Հայաստանի իմ աղբերն է։ Նա քոչարանական հովիկ կար, քոչարանական տղա էր, ջայլ տղա բանը, ինքը շատ քոչարանական էր, բայց ինքը խապնված էր, այդ տղան մահացավ էս վերջերս, ես շատ ցավում եմ, մի արտակարգ տղա, բայց խապել է, խելքը կերել էին այդ տղու, ես այդ տղուն ենքան որ ճանաչում եմ, ես գիտեմ, որ նրան չեն առել, փող չեն տվել, բան, պրոստը հավատում են, տղեկ ջան, նստեք խոսեք, փաստերով իրար դեմ դրեք, չկրվելով, փաստերով, հանգիստ խոսալով, մենակ տուպոյ մարդն է, որ մտածում է, ես ինչը մտածում եմ, դա է ճիշտ, կա երկու կարծիք, իմը ու սխալը, չէ։ Փաստերով նստեք իրար հետ խոսանք, ես ես բացատրեմ, որ Քոչարյանը ու Սերժը այս երկիրը քանդեցին, սրա համար ենք այս օրը Ժողովուրդ ջան, ուրեմն այս մասիվ որ խոսացի, բան շատ այդ ատական որ սկսել է ուժեղանալու է, այդ ինֆորմացիոն ատական, այդ բաները, պրովոկացիաները, բաները շատ են հիմա ուժեղանալու, նախընտրական տարի է, շատ է ուժեղանալու ամեն ինչը, հիմա բանը, Կիրիենկոն է նշանակվել Ռուսաստանում, Հայաստանի գործերով զբաղվել է, то есть вся информация, вся подпольная работа и так далее սաղ իրա վրա է, ստապեղեք, մի հավատացեք, Նիկոլ Փաշինյան, իմ վարչապետ, հարգանքով եմ վերաբերվում, հարգանքով եմ դիմում, դու իմ թշնամին չես, այսքան կրիտիկանում եմ, դու իմ թշնամին, ու վաղը Հայաստանը հանգարց Աստվածաշանի ծանրորը լինի, ես քու կողքն եմ, որովհետև հա, ես վարչապետի կողքն եմ կանգ, ով ուզում էր լիներ այդ մոմենտին վարչապետը, հիմա Հայաստանի ծանրորը, չնայած եփը լավ որ եղել, այս Կիրիենկոն որ նշանակվել է, դուք հասկացեք, որ ահա որ ագրեսիա է գնալու, ինֆորմացիոնի ատակա է գնալու Հայաստանի վրա, դեմ կանգնեք դրան, դեմ կանգնեք, Ժողովուրդ ջան, ուրեմն բանել է ուզում խոսեի Գորիսի մասին, Գորիսի քաղաքապետի մասին, անունը Արուշա,
Ես как раз այս թեմայով էլի որ ինքը նիկոլական չի ոչ մի դեպքում բայց ինքը որ Նիկոլին հանդիպեց պարոն վարչապետ ասեց ասեց միանգամից ատական սկսեց չէ տու վրա որ բա դու Նիկոլին վարչապետ բա ինչ ասեր արա ձեր Սերժին Կարային չասեի կամ ձեր Ռոբերտ Քոչարյանին Ռոբերտ Քոչարյանին բարևի համար են սպանել մարչին սա նորմալ անց է գնացել է ու Գորիս ես զանգեցի այնտեղ վերջի մարդիկ չեն Գորիսում հա այդ ասում արա այս տղու գործը արածը դուրս գալիս է բայց հələ տղեկ մի հատ ասեք էլի այս տղեն իրոք գործ անում է թե չէ կարող է այսպես ուղղակի ինֆորմացիա եմ ստանում բան բոլորը ում զանգել եմ ժողովուրդ Գորիսում բոլորը ասեցին Գորիսում մեծ գործ արվում Արուշը գործ անում Գորիսում բրավո քո ցավը տանեմ հիմա ուզում ես Քոչարյանական եղի ուզում ես Սերժական եղի ուզում ես Նիկոլական եղի քո ցավը տանեմ գործ ես անում ցավը տանեմ ախպերս ես հա ինչ տեսնա պետք ինձ պետք չի որ բանի անձի հետևից ընկնեն ժողովուրդը հասկանում եք ինձ պետք է Հայաստանի Հանրապետության համար գործ անեն ու այդ գործը ես տեսնեմ Ինձ ասում են այդ մարդը գործ անում դե ցավը էլ տանեմ դրանից են կողմ ինչ պետք է ասում են Ժորժ ջան մեկ էլ Հնդկաստանից երկու բառ Հնդկաստան Պակիստան ես աստված չեմ ես չեմ կարող հաստատ ասեմ ինչա լինելու եթե ռազմետ ինֆորմացիա չունեմ ստեղ չունեմ Հայաստանի պատերազմի ժամանակ գիտեք որ ունեի ռազմետ ինֆորմացիա ես էֆիրում ասեցի ստեղ չունեմ բայց ինձ թվում է այսքանի օրը այնտեղ պատերազմը սկսելու է всё-таки Աստված տա այդ պատերազմը լոկալ լինի փոքրիկ տեղ լինի то есть չի հասնի մեծ մասշտաբի պատերազմի Ես խնդրում եմ մեր կառավարությանը Հնդկաստանին բաց открытую поддержку. То есть бац ձևով աջակցել ինֆորմացիոնի. Որովհետև Հնդկաստանը երկիրն է, որը մեր կողքն է, այսօրվա օրով. Մենք բոլորս գիտենք, Ժորժ ջան, լիքը բաներ կա ռազմաարդյունաբերությունից, որ իրանք չունեմ ասելու, բայց հավատացեք, իշխան Հնդկաստանն է մեր կողքը, ոչ մի երկիր մեր կողքը չի այդքան, անգամ Ֆրանսիան այդքան մեր կողքը չի, իշխան Հնդկաստանն է. Ֆրանսիան всё-таки ձեռները կապած է, Եվրոսոյուզ բան եւ այլ բաներ կա, որ ինքը իրանք չունի անի, Հնդկաստանի ձեռքերը դες կապված չեն. Ինքը ոչ ՆԱՏՕ է, ոչ Եվրոսոյուզ է, ոչ բան. Ու հա, հիմա բաց ինֆորմացիա եմ ձեզ ասում, դա գաղտնի ինֆորմացիա չի. Հնդկաստանից գալիս են հրթիռներ Հայաստան, որ Իսկանդերը դեմը լացելու է, որ Իսկանդերը դեմը խաղչներ. Հա, Հնդկաստանը մեզ այդ պատերազմին անում է. Բա պատասխանը Եկեք գոնե ինֆորմացիոնի պատասխան մենք անենք, հա, որ Հայաստանի Հանրապետություն, Причем այն երկրի դեմ է Պակիստանի, որ միակն է աշխարհում, որը մեզ չի ճանաչում, որ Հայաստանի Հանրապետություն կա։ Բայց ախպերը դա այնի թշնամի տա։ Կարելի է խոսալ, երկու բառ ասել։ Ու այս բանում Ժորժ ջան մի հատ էլ հարց մի քանի օր առաջ ինտերնետում կարդացի այսին բառերը չեն ես ուղղակի կարդացի մարդուց բանը գրել էր որ մենք կհաղթենք երբ որ մենք կկշտանանք Гениальная фраза это просто гениальная фраза Ժորժ ջան մենք չենք կշտանում Տեսնում եք, չէ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլ չեն կշտա, արա այդքան գրաբիտ էին արել, այդքան դուս ունեն բիզնեսներ, բաներ, ներս ունեն, այդքան հյուրանոց, չեն կշտանում, էլի շարունակում են գրաբիտ անել։ Մենք չենք կշտանում։ Այդ մեր մենտալիտետը, պսիխոլոգիա, մենք պետք է կարողանանք փոխենք։ Հա, դա շատ ճիշտ բառեր էր։ Մենք կհաղթենք, երբ որ մենք կշտանանք։ Причем իմ ժողովուրդը տես չի եղել, ախր ես իմ ժողովրդին հիշում եմ այն ժամանակները։ Այս ինչ սարքիկ իմ ժողովրդին։
Բայց ես վստահ եմ իմ ժողովրդի մեծամասնությունը հզոր ոնց որ Նիկոլն ասում հպարտ ու էդի իրոք տենց է հպարտ ազգենք մենք անես բաներ անցանք անես բաներ տեսանք անես չերս անես բաներ անցանք ու հաղթեցինք այդ ժամանակով ով ինչ ուզում ասի նույն Վազգեն Սարգսյանի մասին մի հատ էֆիրում ասեմ Ժողովուրդ ջան էլի հա ես շատ եմ քրիտիկ արել Վազգենին բայց վատով չէ պրոստը սխալեր արել ասել եմ այս սխալը էսերը բայց Վազգենի ժամանակ Ժողովուրդ ջան որ հասկանաք մեր ուժը ինչքան ա եղել հաղթած բանակը սպարապետ Վազգենի պատմության մեջ ինքը տենց է մտնելու Ժողովուրդ ջան 200 տարի հետո որ մեր ծորները կարդան գրքերը Վազգենի մասին, հա, իրանք այդ են կարդալու, որ հաղթողը Վազգենն է եղել, փաստը դեմներն է։ Վազգենի ժամանակ մենք գրավեցինք։ Մենակ Ղարաբաղը չէ, 7 ռայոնը հետ է։ Ու այդ ժամանակ ռուսները շատ էին բանանում, որ մենք հարձակվենք վրացիների վրա։ Այն Աբխազիայի պատերազմն էր։ Հիմա ասես մի քիչ փակ ինֆորմացիա է, մի քիչ բացեմ ձեզ, սուտ եմ ասում դատի տվեք Պրոբլեմ չունեք, եթե սուտ եմ ասում, բայց բոլորը գիտեմ, որ դա ճիշտ է։ Ուրեմն այդ պատերազմի ժամանակ ռուսները դրդում էին Հայաստանին, որ մենք հարձակվենք Վրաստանի վրա։ Վազգենը ոչ մի բան չէր որոշում, ինքը ուղղակի պաշտպանության նախարար, ինքը պետք է ասեր, զորքը պատրաստ է թե չէ։ Վազգենը Լևոն Տեր-Պետրոսյանին ասում է, որ զորքը պատրաստ է, հենց հիմա մենք պատրաստ ենք Վրաստան մտնելը։ Ադրբեջանի հետ կրված հաղթած այդ մոմենտին մեր բանակն այնց ուժեղ էր, որ մենք հենց պատրաստ ենք մի հատ էլ Վրաստան մտնենք, մինչև Բաթումի հասնել էր խոսակցությունը գնում։ Լևոն թույլ չտվեց շատ լավ արեց, վրացիները մեր եղբայր երկիրն են, փառք Աստծո, այդ բանը չեղավ, այդ ահավոր բանը չեղավ։ Բայց բանակը տենց պատրաստ էր, բանակի մասին է խոսքը, հիմա ոչ թե ասում են կարային գրավենք եւ այլ, պրոստը բանակը այն ուժ ուներ, որ նրան հաղթել են, կարային մի հատ էլ նրան խփեինք։ Հասկանում եք։ Ուր է այդ Վազգենը, ախր մի հատ տենց Վազգեն հիմա ծնվեր էլի, ես բանակը ուշքի բերեր։ Ցավում եմ, շատ եմ ցավում, Ժողովուրդ ջան, այս բիսպրիդել այս ամեն ինչը որ գնում է, ոչ ոքի չի վախենում, ոչ մի բան չկա։ Հա, այդ Վազգենները պետք է լինեին Հայաստանում, որ վախենային։ Վախենային, այդ յոգուրտը դեմքին թափեին, ասեն բանը, թափել են, այ կակաչ, էլ եմ ասում, ձեռս ընկներ։ Գլխին էլ երկու հատ բամբին գորած միլիցա։ Լավ, անցանք։ Ժողովուրդ ջան, ռազմաարդյունաբերությունից կխոսենք, այսօր պրոստը բան էր, մի քիչ հրաթափ էֆիր էր, բան արեցի։ Արտակի հետ այս երկու օրը կմտնենք մենք էֆիր, ռազմաարդյունաբերությունից մի քիչ մանրամասն կխոսենք, մենք կպատմենք ինչը կարելի է պատմել հրթիռներից, ինչ է գալիս Հայաստան, ինչ է Հայաստանում արտադրվում, ինչ է արդեն արտադրվել իմիջայլոց 3 առաջ օրը բուկվալն իմացա տեղեկ հենց բան են արտադրել ու պրիչոմ ոչ թե թղթի վրա է, արդեն գործում է։ Արա ձեր ցավը տանեմ, ձեր սաղի ցավը տանեմ։ Լակատորնա, դավառոնա, այկլաբնա, բոլորը ով կան, ով աշխատում է այդ բանը ոլորտում, պրոստը պրիկլանյա ես, մահացի, պրիչեմ ես գիտեմ ոնց եք աշխատում, մի դժող պայմաններում, բայց աշխատում եք կարում եք անեք, հիմա մի քիչ, փոխվել է մի քիչ ավելի հեշտացել է, բայց այն բանը, որ դուք եք արել, լավ է, բոլորիդ հարգում սիրում եմ, բոլորիդ գրկում եմ, Ժողովուրդ ջան, դուքները չքսեք, սաղ լավ անեմ։